Ուրեմն մենք մի քիչ առաջ անցանք ցանկացած դաշտի վրա մատրիցի սահմանումը, եկեք հիմա որպես առաջի քայլ տեսնենք մատրիցները ինչ օգուտ կարող են տալ։ Մենք շատ բազմաթիվ դեպքեր ենք նման օգուտների ականատեսների մեր դասընթացին, բայց հələ սկսենք առաջին նմուշից։ Տեսեք, ենթադրենք մեզ տված է մեր գծային հավասարումների համակարգ։ Մենք կարող ենք, չէ, իր բոլոր այս տարրերը, գործակիցները, բացի ազատ անդամից միայն գործակիցներ, դուրս գրել, sense շարել մի հատ m անգամ n մատրիցի տեսքով։ Սա անվանենք մեր համակարգի մատրից, իսկ եթե մենք դուրս գրենք նաև ազատ անդամները եւ իրանց գրենք այսպես սյունի տեսքով, ստացվի m-ը n + 1-ի վրա մատրից, այս մատրիցն անվանենք իր ընդլայնված մատրից։ Երբեմն ուրեմն ընդլայնված մատրիցը, որ ուզենանք տարբերենք սովորական մատրիցից, սովորական մատրիցը կարող ենք անվանել նաև գործակիցների մատրից, գործակիցների մատրից, ընդլայն մատրից։ Ամեն անգամ այդ երկար բառերը չասենք, ուղղակի համակարգի մատրից ասելով կհասկանանք սա։ Եվ հաշվի առեք, որ գրականության մեջ այս համակարգի ընդլայնված մատրիցը մեկ երբեմն գրվում է նաև այսպես, տեսեք, a գծիկ b։ Այսպես չէ, այլ այսպես, մենք այսպես ենք գրելու։ Եթե որոշ գրականության մեջ երկրորդ ձևը պատահի, դժվար չանհանգստացնի։ Ահա։ Հիմա եկեք ինչ անենք։ Վերցնենք որպես նմուշ ահա այս համակարգը եւ ով կարող է ինձ ասի իր ընդլայնված մատրիցը եւ իր սովորական մատրիցը կամ գործակիցների մատրիցը իրար ինչով են տարբերվում այս դեպքում։ Ազատ անդամի առկայություն։ Իսկ եթե սենց ասեմ, մենք չգիտենք համակարգը, բայց գիտենք, որ իր մատրիցը, ասենք 7-ը 9-ի վրա է։ Իր ընդլայնված մատրիցը քանիսի վրա կլինի։ 7-ը 10-ի վրա։ Մի հատիկ ավել, չէ։ Լավ, հիմա առաջին փոքրիկ առավելությունը, որ մենք տեսնում ենք, էտենա, որ չէ, որ այս մատրիցը, թեկուզ հենց միայն այս մի հատիկ մատրիցը, ինքը իր մեջ պահում է, կրում է ամբողջ ինֆորմացիան մեր այս համակարգի։ Ինչի է կրում, որովհետև մատրիցը, այս համակարգը միաժամանակ որոշվում է իր գործակիցներով, որոնք ես այստեղ գրված են, ազատ անդամներով, որ այսա գրված են, իսկ ինչը պետք չի գրյարոլուց։ Օրինակ, այս հավասարման նշանները հեչել պետք չէին, չէ, հասկանալու համար մեր համակարգ, հեչ պետք չէին, դե սրանք բաց են թողած։ Հետո ինչ այս պլյուս նշանները այդքան էլ էական չեն, չէ, կարող ենք բաց թողնեինք միայն մինուսներ, եթե ստեղ մինուս է, ստեղ մինուս թողնեինք։ Հետո փոփոխականների անունները, որտեղ x, y, z է, տեսնում եք, մատրիցի մեջ չի մասնակցում, էդ էլ մեզ պետք չի, չէ, ընդհանրապես ասած համակարգը մտաբերելու համար, ինչ տարբերություն ունի իր փոփոխականներն են x, y, z, թե ալֆա, բետա, գամմա, թե հայերեն այդեն գին, թե x1, x2, x3։ Ահա։ Մենք ունենալով այս համակարգը, մենք հանգիստ կարող ենք վերականգնել, եթե ցանկանանք, այս մատրիցից մեր գծային հավասարումի համակարգ։ Օրինակ, այս երկրորդ տողից ստացվում է 2x մինուս y պլյուս 1 հավասարը 9։ Այս տողը, որը մենք վերականգնեցինք ահա այս տողից, դա հենց այս չի արդյոք, հետավոր կա։ Այսինքն առաջին առավելությունը, որ մենք տեսնում ենք, էտենա, որ ահագին շատ ավելորդ ինֆորմացիա գցեցինք են կողմ, մենակ էականը եւ հիմնականը պահպանեցինք։ Եկել պլյուս 1-ի փոխարեն z։ Րոպե։ Մեկ էլ գրելուց հիշեք, տեսեք, այս ընդլայնված մատրիցը գրելուց այսպես մեր գիծ են գծում։ Այս գիծը պարտադիր չէ, տեսեք, մատրիցի սահմանումները գծի հասկացություն չկար։ Այս գիծը ուղղակի պետք է հարմարության համար, եթե դուք ցանկանում եք։
Այս ամենաառաջի օրինակներում պատրաստում ենք այս գիծը հաճախակի նշենք, որպեսզի ընկալելին դյուրընկալելի լինի։ Իսկ հետագայում գնալով այդ գծից կսկսենք հրաժարվել։ Սկզբում անպայման նշանակեք։ Այսքանից խնդրեմ ինչ հարց կա։ Ինչ հարց կա այսքանից։ Այնօր մյուսանով հարց ուներ է։ Չէ, ասեն Z-ի համար էի ասում։ Դե իրան վերանորոգեցինք ապրեք։ Ահա։ Հիմա դուք հիշում եք, որ համակարգերի հետ մենք գործողություններ արեցինք, իրանց հետ փորձում էինք իրանց լուծենք 3 տիպի տարրական ձևափոխություններով։ Հիմա այդ տարրական ձևափոխությունների անալոգները չենք կարող սահմանենք մատրիցների համար նույնպես։ Այս սահմանենք։ Ընտրենք տված է MN մատրիցը ցանկացած դաշտի վրա, նրա համար անվանենք առաջի տիպի տարրական ձևափոխությունը երկու տողերի, ասենք E-րդ եւ K-րդ տողերի դիրքափոխությունը։ Սա առաջի տիպն է։ Երկրորդ տիպի տարրական ձևափոխությունը դա նրա տողերից մեկը ինչ որ մի ոչ զրոյական արով ենք բազմապատկում f-ից։ Օրինակ վերցնում ենք ենթադրենք այս տողը, ենթադրենք 3-ով բազմապատկենք, որը կլներ երկրորդ տիպի տարրական ձևափոխություն։ Եվ երրորդ տիպի տարրական ձևափոխությունը վերցնում ենք տողերից մեկին, գումարում ենք ինչ որ սկալար անգամ մի այլ տող։ Օրինակ, տեսեք։ Օրինակ, եթե մենք ուզենանք առաջի տողին, E-րդ տողին, գումարենք K-րդ տողը անգամ C, ինչ պիտի ալնենք։ A-1-ին գումարած C-A-1-ը այս տարը պիտի վերցնենք, վերենք տեղադրենք այստեղ։ Սա կա վերցնենք, վերենք, ցենք այստեղ, դե եւ այլ, այս սա էլ ամենավերջում գա տեղադրվի այստեղ։ Ուշադրություն դարձրեք, ելի եմ շեշտում, հանգած չշփոթվեք։ Որոշ ուսանողներ, որ այս երրորդ տիպի տարրական ձևափոխությունն են անում, ուրեմն այս սրանք տեղադրում են սրան, հետո էլ քանի որ ստե իրանց աչքը տեսնում է C-A-1, C-A-2, մի հատ էլ էսենց C-երով են բազմապատկում այս տողը։ Սրա կարիքը չկա։ Դες գուցե հոգեբանական ինչ-որ շփոթեցնող բան է։ Հիմա եկեք տարրական ձևափոխություններ անենք։ Օրինակ, առաջի տիպի տարրական ձևափոխություն, առաջին եւ երրորդ տողերը դիրքափոխենք։ Այ բնականաբար կլինի մեր այս մատրիցը, չէ՞։ Եվ ուշադրություն դարձրեք, ոնց ենք մենք գրառում այդ տարրական ձևափոխությունը։ R1 տեղափոխած R3-ին։ Նույն կերպ, ինչ որ մենք տարրական ձևափոխությունները գրառում էինք համակարգերի համար։ Էլ ինչ տեղ կա։ Օրինակ այն մատրիցը, որ մենք 5-ով բազմապատկենք, 5R1 անեինք։ 5R1 որ անում, տեսեք առաջի տողը բազմապատկած է 5-ով։ Իսկ եթե մենք անեինք R2 գումարած 2R3 տարրական ձևափոխությունը, ինչ էինք անում, երկրորդ տողին գումարում էինք երկու անգամ երրորդ տողը։ Այսքանից խնդրեմ հարցեր կան տարրական ձևափոխության սահմանումից։ Տեսեք, մենք նկատում ենք, որ պլյուսները արդեն իսկ առավելությունները արդեն իսկ սկսում են զգալ, փոխանակ վերցնենք եւ մի ամբողջ տողը, որի մեջ կան x, y, z, պլյուսի նշան, հավասարի նշան, դա տեղափոխենք վերև կամ իջացնենք ներքև, մենք միայն աշխատում ենք էական վճռորոշ կոմպոնենտների հետ, այսինքն գործակիցների եւ եկել ազատ անդամների հետ։ Եթե իր փոխականի անունը x-ը, y, z-ը, թե x1, x2, x3-ը, մեզ դա չի ուզում, մենք չենք բռնում իրան նորից տեղափոխում կամ իրան ալֆա c-ով բազմապատկում եւ այլն։ Հիմա որպես ասվածի մի կիրառություն ինչ անենք։ Հիշում եք ոնց այս համակարգը մենք լուծեցինք տարրական ձևափոխություններով, բերինք այս տեսքի, ստեղ էլ ասեցինք նայեք, ստեղից z-ը դա 2-ը, եթե z-ը 2-ը y-ը գիտենք, ինչը հետո x-ը գիտենք։
Նայեք, այս նույն լուծման պրոցեդուրը գրված է, էսա, տեսնում եք, մատրիցային տարրական ձևակերպություններով։ Երկու մատրիցներ սահմանում։ Ենթադրենք B-ն եւ A-ն երկուսն էլ M-ը N-ի վրա մատրից են, F դաշտի վրա։ Նրանք կոչվում են համարժեք։ Տեսեք, այս բառը գրվում անգլերեն rho equivalent, բայց հայերեն համարժեք։ Եթե մեկը մյուսից ստացվում է տարրական ձևակերպությունների միջոցով։ Այսինքն մի քանի հատ տարրական, մի հատ, երկու հատ, 10 հատ տարրական ձևակերպություն կարելի է անել, որ A-ից դրա արդյունքում ստացվի B։ Օրինակ, այս նկարում այս մատրիցը եւ այս մատրիցը ինչ է կազմում, համարժեք են թե ոչ։ Այո։ Եվ քանի տարրական ձևակերպություն է ստացվում մեկը մյուսից։ 3։ Ապրեք։ Եվ նշանակումը այսպես է, եթե երկու հատ մատրիցներ համարժեք են, դա գրի է առնվում այսպես, անհամարժեք է B-ին։ Մասնավորապես, եթե մի հատ մատրից, ասենք ինչ տարրական ձևակերպության, մի հատիկ, հենց մի հատիկ 3R2 տարրական ձևակերպության բերվում է B-ին, դա էլ կարելի է սենց գրել։ Գրում են համարժեքի նշանը, ալիքաձև, վրան գրում են այս տարրական ձևակերպության անունը։ Եթե սա ինձ էլ մի հատ C-ի եմ գա եկել, ասենք թե R1, R2-ը դիրքա փոխելով, եթե կարող եմ սենց գրել։ Եղավ։ Դե իդեպ այս համարժեքության հարաբերությունը, որ հենց մենք նոր սահմանեցինք, դա համարժեքության հարաբերությունը դիսկրետ մաթի իմաստով, այսինքն նա ինչ է, ռեֆլեքսիվ է, սիմետրիկ է եւ տրանզիտիվ է։ Այս ուղղությամբ չեմ ուզում շատ խորանամ, բայց դուք հիշում եք, չէ՞, սա ինչ է իրենց նշանակում։ Մասնավորապես, եթե ինչ-որ մի բազմության վրա սահմանված է համարժեքության հարաբերություն, այդ բազմությունը կարող է բաժանվել ինչերի ըստ այդ հարաբերության։ Համարժեքության դասերի։ Այո, համարժեքության դասերի, օրինակ անցած սեմեստր համարժեքության դասի նմուշներ էին խմբի տրոհումը հարակից դասերի։ Խմբի տրոհումը իրար համալուծ տարրերի դասերի եւ այլն։ Որտեղ ասենք մի դասի մեջ A եւ B մատրիցները լցված են, ընկած են նույն դասում, երբ որ նրանք իրար ինչ են, երբ որ նրանք սենց համարժեք են։ Իսկ եթե ստեմա C վերցնեմ, որը ուրիշ դասի մեջ, սենց դրան համարժեք չի։ Եղավ։ Այդ դասը երբեմն այսպես է ընդունված, եւ եթե իրենց մի ներկայացուցիչ վերցնեմ, A-ին համարժեք դասը, այսինքն A-ին համարժեք բոլոր մատրիցների բազմությունը, այսպես կնշանակի, հուսով եմ այս նշանակումը լրիվ հասկանալի է։ Մենք այս կարևոր է նշելը զուտ տեսական առումով, չնայած քիչ ենք